Եթե տարիներ առաջ դժվար էր գտնել մեկին, ով անխոչնդոտ կարողացել է այցելել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, ապա այսօր պատկերը բոլորովին այլ է։ 3 տարի է արդեն Հայաստանի խոշորագույն ընկերությունը ոչ միայն դռներն է բացել հյուրերի առջև, այլև հրավիրում եւ շրջայցեր է կազմակերպում սեփական նախաձեռնությամբ, հատուկ առաջնահերթություն տալով աշակերտներին եւ ուսանողներին։ Վերջիվերջո մեր մարզում է գտնվում, մարզի հսկանա, ոչ միայն մարզի, ամբողջ հանրապետության հսկանա ու մի քիչ ես կարծում եմ, որ խիստ պահանջվող է, որպեսզի մենք տեսնենք նա, այսինքն Շունիկում ապրելով, ինձ թվում է մեկը գոնե ով հնարավորություն ունի, ով կարող է այստեղ այցելել, պիտի այցելի։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը ցանկություն հայտնեց, որպեսզի բացենք մենք դռները եւ եթե ուզում է հասարակությունը հետաքրքրություն ուներ, նկատվում էր եւ տարբեր շրջանակների հրավիրեցինք ընկերություն։ Եղել են օրինակներ, երբ մեր հյուրերը զարմացել են, թե ուր են մարդիկ։ 4600-4700 աշխատակիցով, բա ուր են։ Նայում են այդ դիտարանից եւ մարդ չեն տեսնում, որտեղ ամբողջությամբ մեխանիզմ է աշխատում, տեխնիկա է աշխատում։ Կարող ենք փաստել, որ միֆերի ու հակաքարոզչության կենտրոնում հայտնված հանքարդյունաբերության ոլորտը այսօր բոլորովին այլ տեսանկյունից է ներկայացվում։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը թափանցիկ աշխատելավոճի պարբերաբար կազմակերպող այցերի ու տարաբնույթ միջոցառումների շնորհիվ կարողացավ դեպի դրականը փոխել հանրային ընկալումը ոլորտի նկատմամբ։ Ձեռնարկության լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի ղեկավարն ասում է, կոմբինատի օրինակը վարակիչ է դառնում խոշոր ընկերությունների համար։ Որտեղ մարդը երբ որ գալիս է, տեսնում է ինչ կազմակերպված, անվտանգության ինչքան տեղ է տրվում, ինչքան ուշադրություն է դարձվում եւ ինչ մթնոլորտ է տիրում այստեղ աշխատանքային միջավայրում բնապահպանական տեսակետից, մարդուն այլևս չես կարող համոզել, չես կարող ստերով կերակրել, որ այստեղ հանքարդյունաբերությունը դա այսպիսի մի ոլորտ է, որը ավիրում է բնությունը, որը որ չգիտեմ, իր հետևից ավերակներ է թողնում եւ միակ նպատակը դա էր, որ հանրային շրջանակներին ցույց տայինք իրականությունը։ Իսկ իրականությունը այն է, որ հանքարդյունաբերության ոլորտը ամենակազմակերպված ոլորտներից մեկն է։ Ռազմաարդյունաբերությունից եւ բժշկությունից հետո հանքարդյունաբերությունը գիտատարության առումով համարվում է երրորդ ոլորտը, հայտնի փաստ է նշում է Արայիկ Մարգարյանը։ Ասվածի վկայությունը 400 մասնագիտության տեր մարդիկ են, որոնք այսօր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շարժիչ ուժն են։ Մեր 400 մասնագիտություններից հանքարդյունաբերության ոլորտում կիրառվող 50-ը, 25%-ը ամբողջությամբ գիտական են եւ գիտահեն են եւ գիտատար են։ Նախորդ տարի մոտ 1800 այցելուներ են մուտք գործել ձեռնարկության արտադրական տարածք բաց հանքից ու ֆաբրիկայից սկսած մինչև պոչամբար ու քիմիական լաբորատորիա։ Մեծ մասը դպրոցականներ եւ ուսանողներ։ Կարծում եմ, որ ինչքան շատ լինեն այսպիսի այցեր, այդքան ավելի շատ մարդիկ ցանկություն կունենան զբաղվել այս ոլորտում, գտնվել տարբեր գործունեություն ծավալել կոնկրետ այս ոլորտում։ Շատ ենք տեսել որպես առաջի հարկատու եւ գործունեություն, բայց հիմնականում թե ինչպես այդ գործընթացը տեղի ունենում, շատ բարդ է պատկերացնել ու տեսական գիտելիքով ուղղակի անհնարին է, բայց լինելով ստեղ այդ մեծ հնարավորությունը ինչի համար շատ շնորհակալ ենք։ Մենք սկսեցինք առաջին այցերը ուսանողների հետ աշխատանքը, որովհետև ուսանողները հենց այդ մարդիկ են, ովքեր այդ միջին օղակում են, դեռևս իրենք այդ վատ բացասական այդ ինֆորմացիայով դեռ այսպես համոզվածություն ձեռք չեն բերվել եւ նաեւ իրանք այդ տարիքում են, որ իրենք չեն վստահում դեռևս այն ինչին կարդում են, այն ինչին իրենց մեծերը համոզում են եւ հենց այդ պատճառով հրավիրեցինք, որ իրենք գան տեսնեն։ Շրջայցերի հաջորդ կարևոր նշանակությունը մասնագիտության ընտրությունն է։ Հատկապես ավագ դպրոցի աշակերտների համար անգամ մեկ այցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ կողմնորոշիչ ու վճռորոշ կարող է դառնալ։ Այսպիսի այցերից մարդիկ պատկերացում են կազմում ընդհանուր ոլորտի մասին, աշխատանքի մասին, արդյոք այդ աշխատանքը իրենց հոգեհարազատ է եւ կարծում եմ մեր երկրում այսպիսի այցեր պետք է շատ լինեն, որպեսզի մասնագետները ավելի շատ լինեն եւ երկիրը զարգանա։ Երևանի պետական համալսարանի եւ հանրապետության խոշորագույն ձեռնարկության միջև 2 տարի առաջ հուշագիր կնքվեց։ Արդյունքում ապագա երկրաբաններն ու աշխարհագրագետները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում գործնական գիտելիքներ ստանալու առիթը բաց չեն թողնում։ Շատ հարցեր ունեի հենց սկզբում երկրաբանի մասնագիտության վերաբերյալ, թե ինչով են զբաղվում առհասարակ, ինչ բնույթ ունի այդ աշխատանքը, ու երբ որ արդեն գնացինք այդ կոմբինատ, կարելի ասել բոլոր հարցերի պատասխանը ստացա։
Բացի Երևանի պետական համալսարանից այս տարի կոմբինատ այցելեցին նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տարբեր ֆակուլտետների, ինչպես նաև Գորիսի պետական համալսարանի ուսանողները։ Լրագրողների պակաս կոմբինատում եւս չի զգացվել։ Հանրապետությունում գործող մի շարք լրատվամիջոցներ տարբեր խմբերով մի քանի անգամ ճանաչողական այցով եղել են ձեռնարկությունում, այս թվում հարևան Իրանից։ Լրագրողի համար շատ կարևոր է հասկանալ այն նյութը, որին անդրադառնում է։ Առաջին անգամ էի այցելում Պոչամբար։ Այստեղ մանրամասն ծանոթացնում են, թե ոնց է աշխատում Պոչամբարը, ինչպես է տեխնոլոգիական, քիմիական պրոցեսներ ընթանում, ինչպես են անվտանգությունն ապահովում, ինչ ժամանակակից միջոցներ են կիրառում։ Դա շատ կարևոր է, երբ որ դու հասկանում ես, դա շատ ավելի ճիշտ եւ շատ ավելի տրամաբանական ես կարողանում նյութը ոչ միայն կառուցել, այլև ընթերցողին ներկայացնել։ Այս տարի առաջին անգամ խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունը մի նոր նախագծի միացավ, որը իր շուրջը համախմբեց հանրապետության տարբեր բուհերի ուսանողների։ Խոսքը KSK ակադեմիայի կազմակերպած բիզնես ծրագրերի մրցույթի մասին է։ Ակադեմիան մի նոր հարթակ է ստեղծում գործատու ուսանող հարաբերությունների համար։ Երիտասարդները ներկայացրին բիզնեսի զարգացման իրենց մոդելը, այն բազմակողմանի քննարկելով կոմբինատի ղեկավարության հետ։ Հանքարդյունաբերությունը իրականում հակառակ տարածված միֆի իրականում գիտահեն ոլորտ է եւ շատ կարեւոր է որ երիտասարդությունը այդ տարիքում հենց այդ շրջանում հնարավորություն ունենա ծանոթանալ մեզ համար սա հնարավորություն է երիտասարդներին հետաքրքրելու այս ոլորտով Հաջորդ տարի 2026-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում այցերի քաղաքականությունը կպահպանվի եւ դրանք շարունակական կլինեն։ Հերմինե Միքայելյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։